Հեցին լիցենզիայից զրկելու հարցը քննարկվեց թեժ մթնոլորտում։ Ռոմանոս Պետրոսյանը, որը ստանձնել է Տաշիր ընկերությունների խմբին պատկանող Հեց ընկերության ժամանակավոր կառավարչի լիազորությունները, լրագրողներին ասաց, երկար տարիներ Հեցում կատարվածը կոծկել են։ Դա է պատճառը, որ ճգնաժամ է առաջացել եւ հասունացել է նման որոշում կայացնելու պահը։ Հակակոռուպցիոն կոմիտեում եւ քննչական կոմիտեում նախաձեռնված են 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ, որոնց շուտով կտրվեն քրեաիրավական գնահատականներ։ Նախկին ղեկավարները Հեցի եւ կառավարիչները գուցե հակված չեն եղել, այսպես ասած, իրենց ներքին խոհանոցը հասու դարձնել իրապահ մարմիններին եւ բոլոր խախտումները, առերևույթ իրավախախտումները պարզապես որևէ կերպ թաքցվել ու քողարկվել են Հեց։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներն ընդդեմ Հեցին ներկայացրել են բազմաթիվ իրավախախտումներ, որոնք բացահայտվել են մի շարք վերահսկողական ստուգողական գործողությունների արդյունքում։ Պարզվում է, որ Հեցը ի թիվս այլ խախտումների, դպրոցներից ու զորամասերից հավելագրումներ է արել։ Անընդունելի է, որ հավելագրված եւ թերգրանցված ցուցմունքներով 1200-ից ավելի սպառողների շարքում են դպրոցներ, մանկապարտեզներ, անգամ զորամաս եւ ԱԱԾ զոր պահեստամաս։ Պահեստապարետատուն կներեք։ Երրորդ կետ միացումներ։ 2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ նոր միացման գործընթացների ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել սպառման համակարգերը իրական ցանցին միացման ժամկետների խախտման 2187 դեպք, որոնցից 1862-ի պարագայում 2025 թվականի մարտի 31-ի դրությամբ սպառման համակարգը ընդհանրապես չեն միացվել էլեկտրական ցանցին։ Նիստում հնչել են մեղադրանքներ, թե Հեցի դեմ սկսված գործընթացը հակասահմանադրական է։ Ռոմանոս Պետրոսյանը համաձայն չէր, պնդեց, գործընթացը օրենքի շրջանակում է, քանի դեռ սահմանադրական դատարանը հակառակը չի վճռել։ Իսկ սահմանադրական դատարանի վարույթում գործը լսվելու է դեկտեմբերի 16-ին։ Մինչ այդ ՀՑԿՀ-ն դեռ նոյեմբերի 14-ին նորից կանրադառնա թեմային, քանի որ նիստը հետաձգվեց։ Այդա Կիրակոսյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։